Նիկոլ Փաշինյանը հավատացած է, որ շատ շուտով Հայաստանի եւ Թուրքիայի ցամաքային սահմանի բացման հարցում որևէ զարգացում կլինի։ Հայաստանի վարչապետն այդ մասին ասել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ տպավորություն ունի, թե կա ընդհանուր պատկերացում, որ սահմանի բացումը պետք է տեղի ունենա, սակայն դա կախված է Թուրքիայի որոշումից։ Մենք որևէ պլան, ծրագրեր չունենք, մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ։ Լեհաստանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ Հայաստանը սերտ գործընկերային կապ ունի Ռուսաստանի հետ։ Նա շեշտել է, որ մինչև 2024 թվականը սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում էին Ռուսաստանի հսկողության ներքո կամ այնտեղ ռուս սահմանապահների ներկայություն կար, սակայն ներկայում բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են Հայաստանի սահմանապահների կողմից։ Ալիևը չի մասնակցի մայիսի 4-ին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանի մասնակցությունը տարբեր մակարդակներով նախատեսված չէ։ Financial Times-ը հրապարակել է հետաքննություն, որում հիշատակվում են ադրբեջանցի գործարարների անուններ, որոնք առնչվում են ռուսական նավթային ցանցին։ Հետաքննությունը բացահայտել է, որ Ադրբեջանի հետ կապված լցանավերը դարձել են պատժամիջոցներից խուսափելու մեխանիզմի հիմնական օղակը։ Լրատվամիջոցը պարզել է, որ տեխնիկական սխալը հանգեցրել է ռուսական նավթային առևտրի անօրինական ցանցի բացահայտմանը։ Այս համակարգը տեղափոխել է ավելի քան 90 միլիարդ դոլարի ռուսական հում նավթ, Ռոսնեֆտի ծովային արտահանման մոտ 80%-ը իրականացվել է այս ուղով։ Այսօր Ժնևում նախատեսված է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը։ Բանակցություններին կմասնակցեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ ամերիկյան կողմից Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու փեսա Ջարեդ Քուշները։ Այս հանդիպումը հաջորդում է անցյալ շաբաթ Ժնևում կայացած քննարկումներին։ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված առաջիկա օրերին առատ տեղումներ կլինեն։ Հանրապետության տարածքում այսօր ուշ երեկոյան 27-ից 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այսօր երեկոյան լեռնային եւ նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ից 3-ը 27-ին 28-ին աստիճանաբար կնվազի 8-ից 12 աստիճանով, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայաստանում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ։ Փակ են Ամբերտ բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարելիչ տանող ավտոճանապարհները։ Բերդ Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին եւ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսը փակ է բեռնատարների համար։